Բարդ սիրելի հայրենակիցներ, այսօր սեպտեմբերի 28-ն է և այսօրվա մեր հաղորդման մեջ մենք կենտրոնանալու ենք հիմնականում Փաշինյանի ելույթի վրա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, դրանից բացի մի շարք կարևոր միջազգային հարցեր նույնպես ունենք քննարկելու, բայց կարծում եմ Փաշինյանի ելույթը ամենակարևոր հարցը պետք է դառնա այսօրվա մեր հաղորդման եւ այսօրվա մեր քննարկման, քանի որ շատ կարևոր ուղերձներ է պարունակում միջազգային հանրությանը եւ մենք այդտեղից շատ բան ենք հասկանում այդ ուղերձից։ Ճիշտ է, նորություն չկա անձամբ ինձ համար իր ուղերձի մեջ, իր հայտարարությունների մեջ, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է, որ մենք այս ամենը քննարկենք եւ կրկին մեկ անգամ փաստենք այն, որ մենք շատ ճիշտ ենք վերլուծում այն ամենը, ինչ տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենակարևոր կետը ինձ համար դա Ալիևին պատասխանն էր, Փաշինյանի պատասխան Ալիևին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Գիտեք, Ալիևն էլ մի 2-3 օր առաջ հայտարարություն էր ունենում նույն տեղում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նույն տրիբունայից եւ այդտեղ խոսում էր նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ Փաշինյանը ասում է, որ որևիցե Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, դա Թրամփի երթուղին է եւ այդ փաստաթղթերում, որոնք որ ստորագրվել են Վաշինգտոնում, ընդհանրապես նման հասկացողություն գոյություն չունի։ Նա նաև ասում է, որ խնդրում է միջազգային հանրությանը ճիշտ ընկալել, որ այդպիսի հայտարարություններ Ադրբեջանի նախագահի կողմից չեն համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կրում են սադրիչ եւ նեգատիվ բնույթ։ Ինչպես նաեւ դրանք ընկալվում են որպես տարածքային պահանջ սուվերեն երկրից։ Դրանից բացի նա ասում է, որ Ադրբեջանի նախագահը այս տրիբունայից օգտագործում է կապիտուլյացիա բառը, որը որ չի համապատասխանում իրականության, դա եւս շատ ագրեսիվ բնույթ եւ կոնտեքստ ունի եւ աղավաղում է այն իրականությունը, որը որ կա։ Եվ դրանից բացի Փաշինյանն ասում է, որ չեմ հասկանում, թե ինչու է այդ ամենը արվում, միթե խաղաղությունը մեծ հաճույք բավարարվածություն չի պատճառում, ասում է օրինակ ինձ շատ մեծ բավարարվածություն է պատճառում։ Նա նաև խոսում է այն մասին, որ շատ կարևոր է, որ խաղաղություն լինի, բանակցություններ ընթանան, այսինքն հստակ ցուցադրում է իր ելույթի մեջ, որ Հայաստանը տրամադրված է, որպեսզի խաղաղություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ Հայաստանը որևիցե ագրեսիվ պրովոկացիոն հայտարարություններ չի անում։ Եթե այս ելույթը այս մասը վերցնենք ելույթի, նախ պետք է ասեմ, որ Հայաստանի ժողովրդին Փաշինյանը երբ որ ուղերձներ է անում կամ ինչ-որ հայտարարություններով է հանդես գալիս, որը որ ուղղված է ներքին լսարանի համար, մենք մի փոքր այլ հայտարարություններ ենք տեսնում, բայց այստեղ հստակ միջազգային հանրությանն է ուղղված իր ուղերձը եւ այստեղ ես ավելի շատ տեսնում եմ այն, ինչ ցանկանում եմ տեսնել եւ լսել եւ համոզված եմ, որ եթե այդպիսի հայտարարություններ է անում ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից, ապա առանձին հանդիպումների ընթացքում ավելի շատ ու ավելի ակտիվ է խոսում Փաշինյանը այս խնդիրների շուրջ, որը որ կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այսինքն կարծես թե լուծված է այդ փաստաթղթերով, բայց նույն ժամանակ Ադրբեջանը թուրքական ոճով, թուրքական ոճին համապատասխան նման հարցեր է բարձրաձայնում եւ բոլորին ուզում է սովորեցնել այդ Զանգեզուրի միջանցք տերմինը, որպեսզի բոլորի համար արդեն սովորական դառնա, բայց բնականաբար մենք պետք է խոչընդոտենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի բացատրենք ամբողջ աշխարհին, թե ինչու է դա անում Ադրբեջանը։ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով կարծես Փաշինյանը ավելի օպտիմիստ էր, նայած ես անձամբ չունեմ այդ հավատը, որ Թուրքիան շուտով կբացի Հայաստանի հետ սահմանը, նաեւ շատ կարեւոր հայտարարություն է անում նա Եվրամիության մասով, դա եւս կարծում եմ չափազանց կարեւոր է, ասում է, որ մենք համապատասխանենք եվրոպական չափանիշներին, կլինենք չենք լինի եվրոպական միության անդամ, դա այլ հարց է, եթե Եվրամիությունը ընդունի շատ լավ Հայաստանին, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, իսկ եթե ոչ, ապա մենք կհամապատասխանենք շատ բարձր
չափանիշների։ Դա միանշանակ Հայաստանի օգտին է, Հայաստանի պետականության օգտին է, որ Հայաստանի բոլոր ինստիտուտները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշների։ Նա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, Պակիստանի հետ, Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, խորացնում է առևտրատնտեսական հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Նա հիշատակում է նաև եղբայրական Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը, որը որ նույնպես շատ կարևոր է տարածաշրջանի համար։ Խոսում է նաև 3+3 մեռած, բայց հələ վերջնական չթաղված այդ ֆորմատի մասին, ասում է, որ դա շատ կարևոր է Ռուսաստանի համար, չնայած երկկողմ հարաբերություններ եւս կան։ Այսինքն բազմաթիվ հարցերի է անդրադառնում իր ելույթի մեջ Փաշինյանը, որ Հայաստանը արագ տեմպերով զարգանում է, հրավիրում է բոլորին մասնակցել եվրոպական համայնքի քաղաքական հավաքին, որը որ տեղի կունենա հաջորդ տարի Երևանում։ Եվ ահա հիմնականում այսքան է, սիրելի հայրենակիցներ, բայց կրկնեմ, չափազանց կարևոր է մեզ համար, որ ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից Փաշինյանը հաստատի իր տեղն է դնում Ալիևին, որը որ ամեն կերպ փորձում է աշխարհին ներկայացնել այնպես, թե իբր Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել եւ դրա համար Ադրբեջանը ստանում է Զանգիզուրի այսպես կոչված միջանցքը, ինչը իրականում չի համապատասխանում իրականության եւ լավը որ Փաշինյանն էլ իր խոսքում ասում է, որ դա փաստացի իր մեջ տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ եւ ագրեսիվ բնույթ են կրում այդպիսի հայտարարությունները։ Նյու Յորքում նաև կարևոր հանդիպումներ է ունեցել եւ ունենում Հայաստանի արտգործ նախարարը, դրա մասին եւս մենք խոսել ենք եւ խոսում ենք տարբեր երկրների արտգործ նախարարների հետ է հանդիպել, Ռումինիայի արտգործ նախարարի հետ, նաև հանդիպել է հիմա էլ Անալինա Բերբոկի հետ, դա նա Գերմանիայի նախկին արտգործ նախարարն է, գիտեք, շատ լավ սերտ հարաբերություններ կային Միրզոյանի եւ Բերբոկի միջև, հիմա Բերբոկը շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում ՄԱԿ-ում, չափազանց կարևոր հանդիպումներ Հայաստանի համար, որոնք որ մենք նախկինում չունեինք։ Հայաստանի դիվանագիտությունը շատ է ակտիվացել, ինչը բնականաբար ինձ անձամբ շատ դուր է գալիս։ Հիմա խոսենք եւ անդրադառնանք միջազգային կարևոր հարցերի։ Երեկ էլ հաստատի Գերմանիայի օդային տարածք են ներխուժել բազմաթիվ դրոներ, կրկին հավանաբար ռուսական անօդաչու թռչող սարքեր, այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը, շատ մանրամասներ չկան, բայց այդ տեղեկությունը մենք ունենք։ Դրանից բացի Ամստերդամում, Նիդերլանդներում եւս նկատել են բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր եւ մեկ անօդաչու թռչող սարք մոտեցել է նույնիսկ ինքնաթիռի 50 մետր հեռավորության վրա եւ մեծ խնդիրներ առաջացրել ինքնաթիռների համար եւ օդանավակայանների համար։ Հաստատի այս իրավիճակում է հիմա գտնվում Եվրոպան, ամեն օր մի երկիր ենթարկում է դրոնային հարձակման։ Լավրովն էլ է հայտարարություններով հանդես եկել, որ Ռուսաստանը ցանկություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի եւ եվրոպական երկրների վրա, սակայն նրանց հարձակման դեպքում վճռական պատասխան կտա, ասում է Լավրովը, եւ Լավրովի խոսքերով Եվրոպայում կան այնպիսի ուժեր, որոնք որ պատրաստվում են պատերազմի ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանը շատ լուրջ հակահարված կտա, այսինքն շատ վատ հռետորաբանություն է Ռուսաստանի կողմից էլ, եվրոպական երկրների կողմից էլ, եթե անկեղծ լինենք, այսինքն այդ բոլոր հայտարարությունները մեզ վկայում են հստակ այն մասին, փաստում են այն, որ կարող է իրավիճակը նաև դուրս գալ վերահսկողությունից։ Ես չեմ բացառում դա, ճիշտ է, մի քիչ բոլորին շատ անհավանական է թվում եվրոպական երկրների կամ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև պատերազմը, բայց իրավիճակը շատ է լարված, եթե ես անկեղծ լինեմ, եւ դուք էլ սիրելի հայրենակիցներ կարծես տեսնում եք, որ իրական են այդ վտանգները, քանի որ հիմա դրոնների տարբեր հարձակման են ենթարկում տարբեր շատ երկրներ, օդանավակայաններ, նաև ռազմաբազաների վրա են հայտնվում այդ անօդաչու թռչող սարքերը եւ բավականին լարված եւ բարդ իրավիճակի։ Իրականում Ռուսաստանը նաև փորձում է կարծես Դոնալդ Թրամփին, թե որքան վճռականություն ունի Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփն էլ
հայտարարությունների մակարդակով մի փոքր փոխել է հիմա իր դիրքորոշումը, սկսել ավելի շատ աջակցել Ուկրաինային, ավելի կոշտ հայտարարություններ անել, ավելի վճռականություն ցուցաբերել, բայց ես կարծում եմ, որ այդ վճռականությունը իր մեջ այդ վճռականության հայտարարությունների մակարդակով վերլուծությունը բերում է մեզ այն մտքին, որ Ռուսաստանի համար այդ հայտարարությունները շատ քիչ են եւ այդ հայտարարություններից Ռուսաստանը այլ եզրահանգման է գալիս, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Ուկրաինայի մասով էլ է խոսել Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից եւ փաստացի բացառել է, որ Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր նաեւ շատ լարված իրավիճակ է Ուկրաինայում, Կիևը եւ որոշ այլ շրջաններ ենթարկվել են հրթիռակոծության, նաև դրոների հարձակման, կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում նաև ծանր վիրավորներ կան, եթե չեմ սխալվում 2 տասնյակից ավել վիրավորներ եւ 2 շատ ծանր վիրավոր կար, դա մի 2-3 ժամ առաջ ունեցած իմ տվյալների համաձայն։ Իսկ Պեսկովը նոր հայտարարություն է արել, որ Պուտինի հրավերը Թրամփին, որ նա մեկնի Մոսկվա, ուժի մեջ է, մնացածը արդեն կախված է Դոնալդ Թրամփից։ Իրանի շուրջ եւս նոր զարգացումներ կան, ցավոք սրտի, ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցները կրկին ուժի մեջ են մտել ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան շատ ակտիվ դերակատարություն են ունեցել այս գործի մեջ, Իրանը արդեն հետ է կանչել իր դեսպաններին այդ երկրից, Իրանի արտգործնախարարությունը շատ կոշտ ձևով դատապարտել է այդ որոշումը եւ մոտեցումը, այսինքն Իրանի եւ եվրոպական երկրների միջև եւս շատ լուրջ հիմա խզում է առաջացել, թե մի կերպ կային բանակցություններ, մի կերպ կարծես թե ավելի լավ հարաբերություններ կային, քան Միացյալ Նահանգների հետ, եւ Իրանը բանակցում էր եվրոպական երկրների հետ, ինչ որ չափով լեզու գտնում էին, հիմա փաստացի մենք ունենք այն իրավիճակը, որ շատ ավելի լարված հարաբերություններ կլինեն Իրանի եւ եվրոպական առաջատար երկրների միջև։ Եվ խնդիրը այն է, որ Իրանը հրաժարվում է աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ, դե պաշտոնական պատճառը դա է, բայց դե իրականում դրա տակ ինչ կա, մի քիչ բարդ է ասել։ Մի կողմից Եվրոպական միությունը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում, բայց այս հարցի շուրջ Իրանի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում ունի նույն Եվրոպան։ Այսպիսին է այսօր ցավոք սրտի աշխարհը դարձել, ինչը բնականաբար չի կարող բխել մեր ազգային ու պետական շահերից։ Մենք միշտ էլ ասում ենք, որ ինչքան լավ հարաբերություններ ունենա Իրանը եվրոպական երկրների հետ, վերականգնի հարաբերությունները կամ նոր հարաբերություններ գոնե ստեղծի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դա միայն ու միայն բխելու է մեր շահերից, բայց հաճախ տեսնում ենք հակառակ գործողություններ եվրոպական երկրների կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ Իրանի կողմից։ Իրանն էլ շատ հաճախ անում է այնպիսի քայլեր, որոնք որ խնդիր են ստեղծում իր եւ եվրոպական երկրների միջև եւ իր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, նաեւ տեղեկություններ կային, որ Իրանը կրկին աշխատանքներ է սկսել տանել իր ատոմային ծրագրի ուղղությամբ եւ հիմա նաեւ վերականգնում են հրթիռները, հրթիռային պաշարները, որոնք որ վնասվել էին Իրանի եւ Իսրայելի միջև այդ պատերազմական գործողությունների ընթացքում։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։